Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակության, ինչպես ամեն ուրբաթ մենք այսօր խոսելու ենք մշակույթից, այն ամենի հետ, ինչ որ կապված է մշակույթի հետ, եւ այսօր իմ զրուցակիցն է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Դանագուլյան, նույնիսկ տեսեք, ես ինչպես ասացի, ամեն ուրբաթ մենք այստեղ խոսում ենք մշակույթի հետ կապված ամենի, գրեթե ամեն ինչի մասին, եւ ինչքան պատտվում ենք մեր բոլոր հյուրերի հետ, իսկ այստեղ բազմաթիվ մարդիկ են հյուրընկալվել մեր տաղավարում, գալիս ենք հասնում ենք այն հիմնակարերից մեկին, որը կոչվում է կրթություն։ Ըստ ձեզ ճիշտ եզրահանգման ենք գալիս, որ այդ ամենի հիմքում այս մշակույթի նկատմամբ վերաբերմունք, մեր մեջ եղած մշակույթը, ամենը կրթության արդյունք ու հետևանքն է, իր դրական եւ բացասական բոլոր հետևանքներով։ Երևի կարելի ասել, որ այն ինչ որ մենք կանք, դա մեր կրթության փաստորեն հետևանքն է, մենք մեր կրթության արտացոլումն ենք։ Կրթություն մի քիչ ավելի լայն իմաստով, դա ոչ միայն դպրոցն է ու համալսարանը, եթե մարդիկ բարձրագույն կրթություն են ստացել, բայց նաեւ այն կրթություն դաստիարակությունը, որ մենք ստանում ենք մեր ծնողներից, մեր ընկերներից, մեր շրջակա միջավայրից եւ այլն։ Միշտ այդ հակադրումը կա, խորհրդային տարիներին, որում դա ավելի ցցուն էր, այսպես մարդը երեխային տալիս էր դպրոց, ասում էր դուք դաստիարակ եք կամ մանկապարտեզ դուք դաստիարակ եք, իհարկե մի քիչ չափազանցնում եմ, բայց հիմա էլ այդ կռիվը կա, ով պիտի երեխային դաստիարակի, ընտանիքը թե դպրոցը, որովհետև այնտեղ զուգահեռ այլ իրականություն էլ կա, կոչվում է փողոց։ Իհարկե։ Հա, հիմա ով պիտի հիմնականում զբաղվի դրան։ Անգլերեն մեջ շատ արտահայտություն կա, it takes a village to raise a child։ Երեխուն մեծացնելու համար մի ամբողջ գյուղ է պետք։ Ու պատմականորեն տենց ա եղել, որ երեխան ծնվում է, ամբողջ գյուղը, ամբողջ համայնքը մասնակցում է տարբեր աստիճանի այդ երեխայի դաստիարակության, կրթության գործընթացում, հա, ծնողները, բարեկամները, տատիկ-պապիկները, հարևանները, ընկերները, փողոցի ընկերները, այն ամենը, ինչ որ այդ երեխան տեսնում է, հա։ Ասենք ասել, որ սա այս մեկի պարտականությունն է, ով որ ուզում է այդ երեխային դաստիարակել, դա նրա, ով որ վերցնում է իր այդ պարտականությունը, դա նրա գործն է։ Ծնողները կարող են հրաժարվել երեխայից, ու դա լինում է, որ ծնողները հրաժարվում են երեխայից, հա, ասենք որբանոց են ուղարկում։ Օրենքը նրանց թույլ է դա տալիս։ Բայց վերջում նրանք, ովքեր իրենց վերցնում են այդ պատասխանատվությունը, նրանք էլ անում են։ Հիմա հարցը այստեղ ավելի շուտ նրանումն է, ասենք եթե դու ունես ինստիտուտներ, պետական ինստիտուտներ, ինչպես դպրոց, համալսարան, մանկապարտեզ, որն է արդեն նրանց դերը։ Նրանց դերը ավելի ֆորմալ է, հա, եթե ծնողների եւ բարեկամների եւ հարևանների դերը ոչ ֆորմալ է, հա, ամեն ընտանիքում տարբեր ձևի է լինում, ու դա բնական է, զարմանալի չէ, հա, ապա դպրոցի պարտականությունները ավելի ֆորմալ են։ Դպրոցի պարտականությունները ավելի ֆորմալ են, ընտանիքի պարտականությունները ասիկ ոչ ֆորմալ է, հա, այնքան էլ ֆորմալ չի, ավելի ճիշտ։ Այն իմաստով, որ ամեն ընտանիք ունի իր արժեհամակարգը։ Որովհետև այսպիսի մի մոտեցում էլ կա մանկավարժության մեջ, ասում է դադարի դաստիարակել երեխայիդ, սկսի քեզնից։ Այսինքն հաշվի առնելով, որ ծնողը երեխայի համար այդ օրինակելի ամենամեծ չափորոշիչն ու չափանիշն է, այսինքն դու քեզ դաստիարակի, երեխան կտեսնի կսովորի քեզնից։ Հիմա տեսեք, ինչքան էլ որ ես ինձ փոխեմ, դուք ձեզ փոխեք, հա, երեխաները, որոնք մեզ նայում են, դրան զուգահեռ նայում են բազմաթիվ տեղեր, սոցիալական ցանցեր, այնտեղ անառողջ մրցակցություն կա, այդ անառողջ մրցակցությունը բերում է կոնֆլիկտների, վիզուալ կոնֆլիկտների, թվում է թե վիրտուալ ավելի ճիշտ, որոնք արդյունքում թե անձնային հարաբերությունների վրա են ազդում եւ թե երեխայի ընդհանուր առմամբ գլոբալ ներաշխարհի վրա, որովհետև ինքը դառնում է ավելի փակ, ապա սոցիալականացված, կոնֆլիկտային եւ այլն, օրինակ Ավստրալիայում արգելեցին ինչ 16 տարեկան երեխաների մուտքը ընդհանրապես որևէ տեսակի սոցիալական օրենքով ասին, այս երեխաների, հա, ասենք չգիտեմ, հարգելի մետա, ջնջում եք մինչեւ 16 տարեկանների բոլորի էջերը, այսպես ասեմ։ Հիմա տեսեք, դուք փորձ ունեք, այսպես ասեմ, հա, մեծանալու թե Հայաստանում, ընդ որում մի քիչ էլ խորհրդային Հայաստանում, եւ թե Միացյալ Նահանգներում, որտեղ բնակվում եք 93 թվականից, եթե չեմ սխալվում։ Հիմա այդ իմաստով ո՞րն է այստեղի առավելությունը, այնտեղի նկատմամբ կամ հակառակը։
Գիտեք, եթե վերադառնանք այս թե ասենք ինչպես է երեխան զարգանում, հա, ասենք երբ ես ասացի, որ ասենք մի գյուղ է պետք երեխային մեծացնելու համար, այդ գյուղը իհարկե մի քիչ խորհրդանշական իմաստով գյուղի հասկացությունը շատ լայնացել է վերջին 200-2000 տարվա ընթացքում։ Հատկապես Չինաստանում։ Այո։ Այսինքն գյուղը դարձել է քաղաք, հա, ու իսկ հիմա այսօրվա դրությամբ ինտերնետի համացանցի միջոցով ու սոցիալական մեդիայի միջոցով այդ գյուղը դարձել է ամբողջ աշխարհը։ Երևան երեխան մեծանում է եւ նա շփվում է ինչ որ երեխայի հետ Չինաստանում, Ավստրալիայում, Ավստրիայում, Հյուսիսային Բևեռում, եթե այնտեղ երեխա կա։ Այսինքն այս սահմանները արդեն ոնց որ խզվել են, շատ ամեն ինչ գլոբալ է դարձել, դա ես կարծում եմ ունի եւ իր դրական կողմերը եւ իր բացական կողմերը ու ես երևի համաձայն եմ, որ մենք տեսնում ենք որոշ առումով իսկ ինչ որ հետադիմություն երեխաների մոտ մենք ոչ թե շատ կոնկրետ վերջին 10 տարվա ընթացքում օրինակ Ամերիկայում տեսել են որ երեխաների մոտ ընթերցանության կարողությունները որոնք վերջին 100 տարի աճել են վերջին 10 տարին նրանք սկսել են ընկնել ու կոവിഡ്ից հետո նրանք ել առավել արագ են ընկել այսօրվա դրությամբ Ամերիկայում միջին երեխայի ընթերցանության կարողությունները հետ են վերադարձել 1970 Որտեղ կարդալու փոխարեն նայում որտեղ նայում են մյուս կողմից այդ ընթերցանությունը դա այն չի իր մեջ ներգրավում ամբողջ կոգնիտիվ կարողություններ գուցե երեխան ընթերցանությունն այնքան լավ չէ բայց նա նկ ավելի նրբանկատ է այնպես ինչպես մենք չկայինք հա դա մի քիչ դժվար հարց է ընդհանրապես ես կարծում եմ որ իսկապես որ կա ինչ որ վնաս կա ինչ որ օգուտ բայց կա նաև ինչ որ վնաս այս ամբողջ գործընթացը հիմա դուք հարցնում եք որոնք են առավելություններն ու թերությունները Հայաստան ԱՄՆ մի բան որ այս Հայաստանում իսկապես երբ որ ես երկու երեխա եմ մեծացրել աղջիկս 22 տարեկան է տղաս 18 տարեկան է նրանք մեծացել են ԱՄՆ-ում իմ նախկին կինը իտալացի է ու իր մոտ էլ այդ Իտալիա Ամերիկա տարբերությունները միշտ բան են եղել շատ զգալի են եղել մի բան որ Ամերիկայում որ երեխաս մեծացնում դու շատ միայնակ ես տատիկ պապիկներ չունես հարևաններդ համարում են որ խառնվել քո ծնողական գործին վիրավորական է քո նկատմամբ չնայած շատ կուզենայի որ այն խառնվեն երեխա մեծացնելուց հատկապես պրոբլեմատիկ տարիքում չգիտեմ եղբայրներ քույրեր որոնք կարող են մասնակցեն երբ որ ես մեծանում էի իմ դաստիարակության մեջ շատ մեծ դեր են խաղացել իմ մորաքույր հորաքույրները, տատիկ պապիկներս, հատկապես տատիկ պապիկներս, անգամ հարևանները, երբ որ ծնողները ինչ-որ բան էին ասում, նրանք բոլորը կրկնում էին դա։ Ծնողներս եւ ուսուցիչներս իրար դաշնակիցներ էին։ ԱՄՆ-ում շատ հաճախ ծնողները բաները եւ ծնողները եւ ուսուցիչները իրար հետ հակառակորդային հարաբերությունների մեջ են, որը շատ ցավալի է։ Ու երեխաները մեծանում են փոստը նաեւ ցույց է տալիս, փորձը ցույց է տալիս, որ երբ որ երեխան ինչքան ավելի շատ մեծահասակ կա այդ երեխայի գլխին, անկան այդ երեխան ավելի առողջ է մեծանում հոգեպես ամեն կերպ, հա։ Մյուս կողմից էլ առավելություն այնտեղ այն է, որ երեխան մի քիչ ավելի ճակերտում վայրի է մեծանում, հա, ծնողները գլխին քիչ են բամփում, կոպիտ ասած, երեխան շատ ավելի ազատ է մեծանում։ Այո, նրա ինչպես? Ու ավելի ինքնուրույն։ Այո, նրա մոտ շատ ավելի շատ խնդիրներ են, հատկապես 16 տարեկանում նա կարող է կրակ ընկնել, ու ծնողներն էլ հետը կարող են կրակ ընկնել, բայց երկարաժամկետ առումով այդ երեխան ավելի պատրաստ է, ասենք, ինչ որ փորձառությունների, պատրաստ է ինչ որ նոր բան փորձելու, չի վախենում, հա։ Եվ համակարգը նրան խրախուսում է լինել մի քիչ ավելի բան, չեմ ուզում ասել բան, ուսել արկածախնդիր, բայց պատրաստ արկածների, հա, որը կարևոր է կյանքում առաջ գնալու համար։ Շատ կարևոր դեր ու նշանակություն ունի բնականաբար հանրակրթության համակարգը, թե այստեղ թե այնտեղ ընդհանրապես ցանկացած տեղ ես մինչև ձեր գալը ուսումնասիրում էի ձեր նախորդ թե ելույթները, թե հարցազրույցները մոտ 6 տարի առաջ դուք այսպեսի մի քիչ ուսահատություն ներշնչող արտահայտություն եք արել, որ Հայաստանում կրթությունը լքված է։ Հիմա նույնն է։ Կասով վերջին 6 տարում շատ բան է փոխվել։ 6 տարի առաջ, ասենք դա 2020 թվականներ, 2010 թվականին, ես հիշում եմ MIT-ում մեր հայկական ուսանողների ակումբը կազմակերպել էր մի հատ պանելային քննարկում, որտեղ ես էի ու Տարոն Աչեմօղլուն էր, ու հենց բանից հետո էր 18 թվականի հեղափոխությունից հետո էր։ Ու ինքը խոսելու էր տնտեսության մասին եւ ինչպես է, ասենք, դեմոկրատական համակարգը ինչպես է խրախուսում
տնտեսական աճ, ես որոշել եմ խոսել կրթության մասին, ես գնացի սկսեցի նայել ուղղակի թվերին։ Ու ես տեսա, որ վերջին նախքան դա վերջին 20 տարում Հայաստանում, ասենք, տնտեսությունը համարյա թե 10 պատկվել էր, իսկ հարաբերական առումով ծախսերը կրթության վրա մնացել են լրիվ նույնը։ Ու ընդհանրապես հասարակության մեջ քննարկումները կրթության մասին ուղղակի բացակայում էր։ Այն ժամանակ, որ մենք տեսնում ենք դրսից էլ ներսից էլ, որ Հայաստանը ակտիվորեն հետ է ընկնում, շատ որոշ բան ամենտեղ չի հետ ընկնում, բայց որոշ տեղերում շատ է հետ ընկնում, էլի։ Եթե մենք լրջորեն համարում ենք, որ գիտելիքը դա Հայաստանի նավթ ու գազն է, ապա այդ գիտելիքը չէր զարգանում։ Ու ես սկսեցի համարեցի, որ իմ գործն է ոնց որ աղմուկ բարձրացնել ու տագնապ հնչեցնել սրա մասին։ 20 թվականը շատ բան փոխեց։ 20 թվականից հետո մենք տեսանք այն որ գիտնականներն էին փորձում ասել, ոնց որ բայրակտար դրոնները շատ པարզ բոլորին բացատրեցին, հա։ Որ եթե չունես բան բարձր տեխնոլոգիական հասարակություն, դու ամենտեղ ես բանալ, պարտվելու այդ թվում ֆիզիկապես ես պարտվելու, հա։ Ու դրանից հետո սկսվեց իսկապես շատ մեծ մոբիլիզացիա, ես տեսնում եմ եւ Սփյուռքում մոբիլիզացիա, եւ Հայաստանում։ Եթե մենք ուղղակի գնանք տեսնենք տարբեր խմբերը, որոնք ձևավորվել են Հայաստանում, եթե տեսնենք բոլոր խմբերը, որոնք ձևավորվել են Սփյուռքում, որոնք գալիս են Հայաստան, դուք կտեսնեք նրանց երևի 90%-ը ձևավորվել է վերջին 5 տարվա ընթացքում, նոյեմբերի 9-ից հետո, հա։ Այսինքն այդ տագնապը ու այդ հրատապացիան զգացումը, իսկապես պայթյունային աճ եղավ, որը շատ լավ է։ Դա շատ կարևոր է, դա գուցե մեր պարտությունից, ասենք, այն լավ դասերից մեկն է, որ մենք կարողացել ենք քաղել։ Լիք ուրիշ դասեր կա, որ պետք է քաղենք, չենք քաղել, բայց այս մի դասը ոնց որ թե քաղել ենք։ Ու մենք նաև տեսնում ենք, որ մենք կարող ենք քննադատել, ասենք, կառավարության բանը ռեֆորմը ինչպես ուզում ենք, բայց այն փաստը, որ գոնե արվում է ռեֆորմ, որ գոնե կառավարական մաններ ընդունում են, որ կա լուրջ խնդրեմ, դա Հայաստանի պատմության մեջ երևի լիգբեզից 1920 թվականից հետո դա երևի առաջին անգամ է, որ կա անկեղծ ընդունում, որ մենք ունենք լուրջ խնդրեմ, որովհետև եթե դու չես ընդունում, որ ունես լուրջ խնդրեմ, դու հարբեցողի նման ես, որ ասում է, որ ինքը չի հարբում, էլի։ Դու պետք է սկզբից ընդունես, որ դու բան այդ խնդրեմն ես, հետո արդեն շանս կա, որ դու կլուծես, էլի։ Ու դա մենք տեսնում ենք։ Իրականում մենք կրթության եւ գիտության այն ժամանակ այդպես էր կոչվում նախարարությունը, բազմաթիվ նախարարներ ենք ունեցել, այսպես որոնք ամեն մեկ եկել գալիս էին, մենք եկել ենք բարենորոգելու, ինչ-որ բան բզբզում էին, հետո իրենց աշխատանքից հեռացնում էին կամ իրենք աշխատանքից ազատվում էին, այդ ռեֆորմը նոր կիսատ գալիս էր, հաջորդել իսկ սկսում էր քարուքան դանել, չէ, մեկը լավ չէր անում, ես պիտի անեմ, իրականում ստացանք, ինչ որ ստացանք։ Այսինքն մենք ունենք մի սերունդ, որի մոտավորապես 80%-ը հասարակ տոկոս հաշվել չի կարողանում։ Իմիջիայլոց 20%։ Հա 20%-ն է կարողանում։ 20%-ը տոկոս չի կարողանում հաշվել։ Չէ, 20%-ն է կարողանում։ Կներեք, ճիշտ եք ասում, 20%-ը կարողանում է։ Այսինքն 72%-ը 5-րդ դասարանի մաթեմատիկայի գիտելիքներ չունի, 72%-ը։ Հիմա տեսեք, ըստ էության դա նրանից է նաև, որ մարդուն շատ դժվար է ինչ-որ բան սովորեցնել, եթե ինքը հետաքրքրված չի։ Հիմա ես եթե թույլ տաք մի մեջբերում անեմ, ես թվում է մեջբերումը ծանոթ կթվա։ Ինչն է մարդուն տարբերում կենթանուց։ Կենթանին ուզում է քիչ աշխատել, շատ սնվել ու բազմանալ։ Մարդկանց մեծամասնությունը հենց դա էլ անում է, բայց հիմնական տարբերությունը, որ մարդուն մարդ է դարձնում, հետաքրքրասիրությունն է։ Այս ձեզնից եմ մեջբերել, հա։ Հիմա ինչ անել, որ մարդը, չեմ ասում երեխան, մարդը ցանկանա կրթվել։ Հետաքրքրված լինի կրթվել։ Որպեսզի այդ հարցին պատասխանենք, ամենաօգտակար բանը, որ մենք կարող ենք մենք մոտենալ տարբեր գիտնականներին ու նրանց հարցնել, ոնց որոշեցի դառնալ գիտնական, հա, ու ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ դա իմ ծնողներին հարցնել, տարբեր մարդկանց, էլի, ու դա հատկապես հետաքրքիր հարցնել այն մարդկանց, որոնց ծնողները գիտնական չեն եղել։ Այսօր շատ են գիտնականներ, որոնք գիտական ընտանիքներից են կրթված, բայց ամենահետաքրքիրն է խոսել մարդկանց հետ, որոնք ասենք օրինակ գյուղից են եկել։ Մարդը գյուղից մեկել որոշել դառնել գիտնական։ Ինչու՞։ Իրա սաղ շուրջը բոլորը ոչխար էին մեծացնում, կով, կարտոլ էին բանանում, աճացնում, հա։ Ու երբ որ դու իրենց հետ խոսում ես, շատ հաճախ դու տեսնում ես, հիմնականում պատմությունը հետևյալն է, շատ ասում են, մի հատ ուսուցիչ ունեի, որ ինձ նենց ոգևորեց, նենց լավ էր պատմում, կամ մի հատ բարեկամ ունենք, որ գալիս էր պատմում էր այս գիտության մասին, դուրս նենց էր գալիս։ Սա խոսում է նրա մասին, որ ամեն երեխայի մեջ արդեն դրված է այդ հետաքրքրասիրությունը, որ նա ոնց որ տուփի մեջ է։ Ինչ որ ուսուցիչ, հա, լավ ուսուցիչ, ինչ որ լավ բարեկամ, հա, կամ ինչ որ մեկ գալիս է, ու այդ տուփը Պանդորայի տուփը բացում է, ու դրանից այդ հետաքրքրասիրությունը դուրս է պայթում, հա։ Ես կարծում եմ շատ բան կարելի անել երեխաներին օղակի գալով, տարբեր բաներ process-ների մեջ ներգրավելով, ու նաև էլի կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ երբ որ դա անում է մեկը, որ այդ երեխային
ֆիզիկապես նման է եւ մշակութային առումով դա էֆեկտը շատ ավելի մեծ է ինչ նկատում եմ եթե ամերիկացի է գալիս ու հայ երեխուն ասենք չգիտեմ զովունիում բացատրում է մաթեմատիկայի կամ ռոբոտաշինության մասին դա էֆեկտիվ է անէֆեկտիվ չէ բայց երբ որ գալիս է ասենք զովունուց մեկը որ ժամանակում զովունիում մեծացել է կամ Երևանում մեծացել է գնացել է չգիտեմ գիտնական է դարձել ու ինքը գալիս է ու զովունի ու բարբառով իրեն բացատրում է ռոբոտաշինության մաթեմատիկայի ֆիզիկայի քիմիայի գեղեցկության մասին դա շատ ավելի էֆեկտիվ է դա մար այս բոլոր աշխատանքները որ հիմա արվում են գիտուժը եւ ոչ միայն գիտուժը արմաթը տարբեր կազմակերպություններ որ գնում են երեխաների հետ աշխատում են ես կարծում եմ մենք 10-20 տարի հետո տեսնելու ենք հսկայական պայթյուն հա կրթված կրթությունը սիրող հետաքրքրասեր երիտասարդների ներկա մեծ քանակությամբ իրենց կտեսնենք ես կարծում եմ դա հնարավորություն թույլ կտա ավելի ճիշտ փոխել մշակույթի նկատմամբ ոչ թե մեր վերաբերմունք, այլ պատկերացումները մշակույթի մասին, որովհետև մենք մի քիչ արխայիկ հասարակություն ենք, հա, հայաստանյան հասարակությունը նկատի ունենք, մենք մի քիչ պահպանողական ենք այդ իմաստով եւ մշակույթի նկատմամբ մեր վերաբերմունքն էլ է հենց այդ պահպանողական շրջանակներում սկզբունքորեն, հա, ցանկացած նորարարություն անկեղծ ասած սվիններով ընդունվում հասարակության կողմից, հակամ ամենայն դեպս ուղղորդվում է հասարակությունը, որ սվիններով գնան հարցակվեն, ասեն, չէ, այսպես բան չի կար, մեր պապերը ուրիշ ձևով են արել դա կբերի դրան, այսինքն այդ երկու process-ները իրար լրացնելով գնալու են, թե իրանք անկախ process-ներ են։ Ես հիմա լիքը ընդհանրացումներ եմ անելու, ինչը գիտականը երբեք չպետք է անի, բայց քանի որ ռադիոյում ենք, ես կարող եմ դա անել, հա։ Ես ապրել եմ տարբեր երկրներում, ես ապրել եմ Հայաստանում, ես տեսել եմ սովետական միությունը, որտեղ Հայաստանը սովետական միություն էր, ես ապրել եմ նաև Ֆրանսիայում 1.5 տարի որպես երեխա, ես Իտալիայում եմ 9 ամիս ապրել մոտավորապես, ու իհարկե ԱՄՆ-ում, հա։ Ու շփվել եմ տարբեր մարդկանց հետ։ Հայերը ընդհանրապես, եթե ընդհանրացնենք, այո, իսկապես շատ բան են, պահպանողական են, հայկական մշակույթը պահպանողական է, հայրիշխանական է, փոփոխություններից մարդիկ վախենում են, բայց երբ որ տեսնում են ինչ որ ֆինանսական շահ նույն մարդիկ, որոնք ահավոր դիմադրողական են, մեկ էլ դառնում են շատ ավելի ակտիվ ու սկսում են դառնում են հետաքրքրված։ Սա թվում է շատ ակնհայտ ու թե դրա մեջ ինչ բան կա, բայց ուրիշ հասարակությունները դա չունեն։ Իտալացիները, հատկապես հարավները, դա չունեն։ Եվրոպացիները դա չունեն։ Եվրոպացիների մոտ, մեծամասնության մոտ էլի շատ լայն ընդհանրացում եմ անում, հասկանում եմ, որ իհարկե լիքը եվրոպացիներ կամ որպես ինչ, բայց ընդհանուրում եվրոպական մշակույթը շատ пассив է։ Մի հատ sense անվտանգ մի հատ տեղ գտնես, մինիստրությունում մի հատ գործ գտնես, սաղ կյանքդ ունես մինիմում աշխատավարձով ապրես, ոչ մի բան չանես։ Հայերը իմաստով շատ ավելի մենք սիրում ենք այս բառը օգտագործել շուստրի, հա, որը իրական հրաշալի բան է։ Դա նշանակում որ մարդիկ եթե նրանք տեսնում են, որ կա ինչ-որ պարգևատրում, նրանք պատրաստ են իրենց կարծրացած մոտեցումները սկսել փոխել։ Լավ կներ որ դա բոլորի մոտ լիներ, իհարկե բոլորի մոտ այդպես չէ, բայց հայերը ընդհանուրում ունեն այդ ադապտատիվ կարողությունները, եթե նրանք տեսնում են պարգևատրում։ Միշտ այդպես է, հա։ Գիտեք ով այդ իմ կարծիքով նաև ունի այդ հատկանիշը, որ մշակույթները, ամերիկացիները ու հրեաները։ Ինչու որտեվ եւ հայերը, եւ հրեաները, եւ ամերիկացիները դրանք փախստականների ժողովուրդներ են։ Երբ որ մարդը փախստական է, ուզինա թե չուզի, գոյատևելու համար, սովից չմեռնելու համար, նա պետք է ադապտացիայի գնա, նա պետք է պատրաստ լինի փոխել իր ասենք պատմական մշակութային սկզբունքները, որպեսզի ողջ մնա, հա։ Ու դա ստեղծում է մշակույթի մեջ այդ ճկունությունը, պատրաստակամությունը ինչ որ մի բան ուրիշ ձև անելու։ Այսինքն ես էլ կուզենայի, որ ստեղ ավելի մի քիչ մարդիկ ավելին այնց բաց լինեին դեպի փոփոխությունները, հա, բայց պետք է իրատեսական լինել, ու ես կարծում եմ, որ անգամ վերջին, ասենք 10-15 տարում է, չեմ ասում 40 տարում, 80 թվականից սկսած Հայաստանը շատ է փոխվել։ Ու դա ցույց է տալիս, որ հայերը կարող են Հայաստանը, հայկական հայաստանյան մշակույթը կարող է փոխվել։ Որպեսզի մշակույթը փոխվի, բնականաբար երկիրը պետք է բաց լինի, բաց այն իմաստով, որ մարդիկ պետք է կարողանալ գնալ, չգիտեմ, ձեր ասած Ավստրիա, Իտալիա գնան, տեսնեն եւ այլն, շփվեն, բայց մենք այս դեպքում էլի մի քիչ միգուցե օրիգինալ էլ չենք, միգուցե այդ իմաստով շատ սովորական ազգ ենք, մենք շատերը գնում են, ասենք Իտալիա, գնում են ոչ թե Լա Սկալա, այլ գնում են մոտակա մոլ եւ այլն, դա բնականաբար չի լայնացնում մտահորիզոնը մարդու բնականաբար, այսինքն երբ օրինակ ես գնում եմ մոլ, ես իմ մտահորիզոնը դրանով չեմ լայնացնում, բնականաբար ես դա այդ լայնացված արդեն մտահորիզոնը չեմ փոխանցում իմ երեխային, նրա մոտ էլ է զարգացումը տեղի չի ունենում, այդ իմաստով մի քիչ ներփակվում ենք։
Բայց դրա հետ մեկտեղ նաև հաշվի առնելով, որ հիմա ինտերնետի հնարավորություն է, այսինքն տանը նստած դու կարող ես գնալ լասկալա օրինակ։ Հենց նույն լասկալա կարող տանը համակարգչով մտնել, լսել ցանկացած համարը համերգ։ Հիմա ինչ անենք, դուք ասացիք, որ մենք եթե շահ ենք տեսնում մի անգամից այդտեղ հիմա ինչ ասենք գնա օպերա շահիր ավտոմեքենա, հայ տրամաբանությամբ պիտի շահ։ Ես չեմ կարծում, որ դա կարելի ասենք ինչ-որ արհեստականորեն արել, իմ կարծում դա բնականորեն կլինի։ Մարդիկ մշակույթը փոխանցում են իրարից, հա, իրարից բան է, որ իրար հետ շփվում են։ Դա արվում է ոչ լասկալա գնալով, որը 19-րդ դարի օպերան դա 19-րդ դարի, 18-րդ դարի մշակույթ է։ Նու ոչ էլ ասենք գնալ ու մոլում չոր բան կոշիկ շոր կոշիկ գնելով, հա։ Դա հիմնական մարմն է, երբ որ մարդը գնում է, ասենք Իտալիա, ընկերանում է իտալացիների հետ, հա։ Ցանկալի է հյուսային Իտալիայում, ոչ հարավային Իտալիայում։ Հարավային Իտալիայում վտանգավոր է ընկերանալ։ Դե ուղղակի Հայաստանի շատ անման։ Բայց գնում ես ու իրանք սկսում են ասել, բա ձեր մոտ ոնց են անում, հա, իսկ ձեր մոտ ոնց է, հետո ասենք դա շատ փոխում է մարդկանց մտածելակերպը, մենք այն իմաստով որ իրանք եթե վերաբերվում են իրենց ներքին խնդիրներին, որպես ասենք վատ եղանակի նման մի բան, որ երբեք չի փոխվի, իրենք տեսնում են ուրիշտեղ դա ուրիշ ձևի աշխատում, սկսում են ասել, հա, բա մեր մոտ խիտենց չի, էլի։ Դա սկսում է փոխել մտածողությունը այն առնվազն այն իմաստով, թե ինչ է հնարավոր։ Երբ որ մարդիկ տեսնում են, որ սա հնարավոր է, իրենք տուն են վերադառնում, ասում, բա ինչ մեր մոտ տենց ինչու տենց չի, հա։ Իմ կարծիքով շատ մեծ ազդեցություն է օրինակ Հայաստանի վրա թողնում, ասենք, Սփյուռքը, որը գալիս է այստեղ, բերում է իր եվրոպական բան մշակույթը, հա, ամերիկյան մշակույթը, որոշ դեպքում նաև մերձավոր արևելյան մշակույթը, հա, ու այստեղ մարդիկ տեսնում իրենց միջոցով, ասենք հայերի միջոցով, դրանք որոնք փաստորեն կամուջ են մեր ու ասենք մնացած աշխարհի միջև, այդ իմաստով օրինակ Հայաստանը ես կարծում եմ շատ ավելի ինտեգրված է ամբողջ աշխարհին Սփյուռքի միջոցով, քան օրինակ ասենք Վրաստանը կամ առավելևս Ադրբեջանը, որտեղ ասենք վրացիներն ու ադրբեջանցիները չունեն այդպիսի Սփյուռք, այնտեղ չկա, իրենք տուրիստներ ունեն, որոնք գնում գալիս են, հա, ու դա նույնպես լավ բան է, բայց իրենք չունեն այն Սփյուռքը, որը ասենք կարող է իսկապես բերել գաղափարներ հետո առաջ, հա։ Բայց դրա հետ մեկտեղ ուրիշ խնդիր էլ է դրա հետ առաջանում ախր տեսեք մենք 48 թվականի ներգաղթը որ ունեցանք հա ինքը հրաշալի նոր պլաստեր բերեց իր հետ Եվրոպայից Հունաստանից մերձավոր տարբեր գիտնականներ նույնպես խոհանոցի վրա առել է ազդեցություն թողեց այն Եվրոպան ընկերներից մեկի հետ քննարկում էինք խոհանոցի վրա ազդեցությունը այո իհարկե սուրճը սուրճը թաբուլեն եւ այլն եւ փախլավան լավամաջոն եւ այլն բայց այդ խոհանոցից դուրս գանք մենք չենք ում գնանք բայց վերաբերմունքը այստեղ դու եկած ես ես տեղացի եմ եւ այլն այդ չի փոխվել մինչեւ հիմա մենք տենց իրար սիրել առանձնապես չսովորեցինք ինչու քսենոֆոբիան ինքը Ավստրալիայում է քսենոֆոբիա էլի այդ կա ամենտեղ Աֆրիկայում երբ որ դու խոսում ես այն հայերի հետ որոնք եկան 48 թվականին այնպեսի ցավալի պատմություններ ես լսում հա թե իրենց ինչպես էին վերաբերվում հա իրենց աղբար էին ասում դրա այդ բառի վիրավորական իմաստով ինչքան դժվար էր իրանց հետ մերվել եւ եկան մեծ երազանքներով ու նախ առնչվեցին սովետական բյուրոկրատիայի հետ ճնշող խեղտող ու նաեւ ասենք հայաստանցիները իրենց չէին ընդունում ինչու որտեվ իրենք ինչ որ բարբարով են խոսում հետո շատ էլ թե հայ են հա ես դա նույնպես գոյություն ունի հիմա բայց իմ տպարությունը այն ժամանակ այնտեղ չէի մոմը բռնած չեմ պահել բայց իմ տպարությունը իրենց պատմածներից ու հիմա ինչ որ ես տեսնում եմ թե ինչպես է Սփյուռքը գալիս ու ինտեգրվում Հայաստանում ու մասնակցում ու բիզնեսներ բացում ու դասամանդում ու համալսարան բացում ու թումո բացում ու ընկերություններ ստեղ բերում աշխատատեղեր ստեղծում այսօրվա դրությամբ Սփյուռքի ինտեգրումը շատ ավելի հոսուն է ու հեղեղոք է քան թե այն ժամանակներ իսկ դե այնպես քսենոֆոբիա շովինիզմը այն միշտ էլ կա այն միշտ էլ կլինի էլի հիմա մի մեջբերում էլ անեմ ձեր ավակ գործընկեր Էյնշտեյնին մեջբերեմ նա պնդում էր թե մարդկությունը կդադարի զարգանալ այն ժամանակ երբ կկորցնի զարմանալու ունակություն Էյնշտեյնի պնդումն էր որ հենց մարդը դադարում է զարմանալ ինքը էլ չի զարգանալ դատապարտված է ինքը հիմա սրա հետ մեկտեղ ես գիտեմ մարդկանց, որոնք ասում են հայերը շատ դանդաղ են զարգանում, որովհետև մենք այնքան հին ենք, մեր գենետիկի շողության մեջ այնքան բան կա, որ մենք դադարել ենք ինչ-որ բանի վրա զարմանալ։ Հիմա
Ինչ եք կարծում։ Հայուգենը հնացել է, հա։ Դե նախորդ հայերը գենետիկորեն շատ քիչ են տարբերվում ուրիշ ժողովուրդներից, հա, մեր մոտ կան ինչ-որ նշուլավոր տարբերություններ, բայց ասենք օրինակ հայերն ու ասենք արևելյան Թուրքիայի ասենք քուրդերը իրանց բավականին մոտիկ են, հա։ Նույնն էլ հայերն ու ասենք Նախիջևանի ադրբեջանցիների հագին մոտիկ են։ Դե եթե ասենք տենց մտածենք, ասենք սոսմո բայց չինացիները, որ իրանք մեզից էլ ավելի հին են, ուրեմն իրանք ընդհանրապես պետք է խարխափեին ճահիճում, հա։ Այն ինչի ասում եմ ամենարագ աճող տնտեսությունը ամենարագ աճող տեխնոլոգիան է։ Ես չեմ կարծում, որ հայերը, ասենք, բոլորս էլ կուզենայինք, որ հայերը ավելի արագ զարգանային։ Ով չէր ուզենա դա, հա։ Բացի որոշ շատ հետադիմական անձանց մեր հասարակության մեջ, որոնք իսկապես կան, բայց մեծամասնությունս կուզենայինք, որ Հայաստանը հայերը ավելի արագ զարգանան։ Ռեալ հարցը, որ մենք պետք է գուցե մեստանք, իսկ ինչու այդ զարգացման տեմպերը ավելի արագ չեն։ Արդյոք կարող ենք նրանք էլ ավելի արագ լինել, հա։ Ինչն է, որ կարելի է ունենալ, բայց մենք չենք վերցնում, էլի։ Ինչ որ կա, ինչ ոնց որ մենք ունենք ինչ-որ հնարավորություններ, որոնցից չենք օգտվում։ Իմ կարծիքով այդ հարցերն է պետք տալ։ Իսկ ինչու։ Ես կարճ պատասխան դրան չունեմ, կարծում եմ դա մի ամբողջ։ Մի քիչ ժամանակ ունենք դրա։ Հա։ Փորձենք հասկանալ, ինչու իսկապես, որտեվ ինձ այդ հարցը միշտ հետաքրքրել է։ Հա։ Նայեք, որպեսզի երբ որ խոսում ենք, նայած ինչ զարգացման մասին ենք խոսում, այդ օրինակ մենք խոսում ենք տես տեսակի զարգացման մասին, որը շատ անհանգստանում են, կրթություն, գիտություն եւ այլն, դրանք ինստիտուտներ են, հա, դրանք հիմնարկներ են, դրանք կազմակերպություններ են, որոնք ունեն հաստատված մշակույթներ։ Երբ որ կազմակերպությունը ձևավորվում է ինչ-որ մշակույթ, այդ մշակույթը փոխելը բավականին դժվար է։ Մի շարք պատճառների նման կազմակերպություն դառնում է ինչ-որ գյուղ, որոնք ունեն իրենց ներքին հասկացությունները, հա, գրեհիկորեն ասած պանյատները, ոնց որոնք գրված չեն ու որոնցով արդեն այդ կազմակերպությունը աշխատում է։ Ու դու գալիս ես դրսից ու ասում ես, գիտեք, դու պետք է փոխեք, որտեղ այդ կազմակերպությունը վարի է գնում, հա։ 10 տարի հետո այլևս գոյություն չի ունենա, հա։ Ու անգամ այն դեպքում, որ մարդիկ հասկանում են, որ վիճակը վատ է, հա, նրանց համար իրենց առօրյա կանոնակարգը փոխելը շատ դժվար ու շատ ցավալի է։ Սա ամենտեղ է այսպես, հա, մենակ Հայաստանում չէ այսպես, հա։ Անգլերենում մի հատ արտահայտություն կա, culture will eat your policy for breakfast։ Կազմակերպչական մշակույթը քո ծրագրերը հում կուտի, հա։ Ու դրա համար վերափոխելը կազմակերպությունները շատ դժվար է, հատկապես երբ որ կա ինչ-որ քաղաքական լիցք կապված դրա հետ։ Օրինակ դու ունես ինչ-որ համալսարան, որտեղ գործերը շատ վատ են գնում, ռեալ լուծումը այն է, որ գնաս ու այն դասախոսները, որոնք գործ չեն անում, գործից հանես, հա, որ այդ ռեսուրսը չկլանվի։ Նրանց փոխարեն բերես երիտասարդ, ավելի արդյունավետ դասախոսների։ Եթե տես բան անես, կսկսվի մեծ կռիվ ու քաղաքական գուցե քաղաքական կամքն է բացակայում, հա, բայց բոլորը խորշում են այդ բանի, ոնց ան այդ կրետի բանին, բունին մոտենալ, հա։ Հա, որովհետև համել ձայներ կկորցնես։ Այո, նաև դրա պատճառով։ Այսինքն վերապրասում սրան շատ པարզ պատասխան չկա, իմ կարծիքով։ Ես ինչը կուզենայի տեսնել Հայաստանում, որ իսկապես բացակայում է, հա։ Մենք ունենք տարբեր խնդիրներ, մենք լավ կներ, որ մարդիկ անկեղծորեն սկսեն այդ խնդիրների մասին խոսել։ Երբ որ ես հանրության մեջ տեսնում եմ տարբեր կարծիքներ, շատ քիչ մարդ է, որ անկեղծորեն ասում է այն, թե ինչ է կատարվում։ Մարդիկ հիմնականում զբաղվում են այն ինչ որ կոչվում է բանի վսեմության ազդանշանմամբ, փորձում են ցույց տալ, թե նրանք ինչ հայրենասեր են, ասում են այն ինչ որ ուրիշներ ուզում են լսել, այլ ոչ թե այն իրենք իսկապես մտածում են։ Ես կուզենայի, որպեսզի այն հիմնարկները, որոնք իսկապես որ վատ վիճակում են, Երևանի պետական համալսարանը, մանկավարժականը, պոլիտեխնիկը, այնտեղ դասախոսները, ուսանողները, այլն իրենք ակտիվորեն սկսեն քննարկել իրենց ներքին խնդիրները, հա, այլ ոչ թե բոլորը ինչ որ բան գիտեն, բոլորը հասկանում են ինչ ունեն, բայց դրա մասին չեն խոսում, որովհետև դա ընդունված չի խոսել։ Ու ես կասեի, որ եթե գործերը այսպես գնան, իսկապես որ 10 տարի հետո վիճակը շատ վատ կլինի, այսինքն ոնց որ կորցնելու բան էլ չկա, էլի, պետք է մի քիչ կտրուկ շարժումներ արդեն անել։ Հուսամ կանենք։ Այո։ Որովհետև հույսը վերջին է։ Մի քանի օր առաջ այստեղ ես Երևանի պետական համալսարանի ռեկտորին Հովհաննես Հովհաննիսյանն էի ընդունել, ինքը հույս տվեց, ասեց վստահեցրեց ավելի ճիշտ, որ հեսա ամեն ինչ շատ լավ է լինելու։ Դե ես կարծում եմ ռեկտորի բանը, գործը դա դրոշը բարձրացնելն է ու բան նավը առաջ քշելն է, բայց դա նաև նշանակում է բացի դրանից, որ նա պետք է կարողանա գնալ ու համալսարանի ներսում վարի դժվար խոսակցություններ, հա, դժվար քննարկումներ, որոնք որոնցից մարդիկ խուսափում են։ Դու չես կարող այս խնդիրը լուծես, եթե դու այն չես ուզում գնալ ու այն խորքի մեջ մտնել ու այն ցավալի թեմաները քննարկել, այն ռիսկով, որ մարդիկ ահավոր կբորբոքվեն։ Տենց էս բուժում հիվանդություն էլի։
Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ, այսօր իմ զրուցակիցն էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։